Ինչ լավ է, որ դուք և ես կանք Աստծո ժողովուրդ։ Աստծուն երբեք չփորձես։ Երբ սատանային չի հաջողվում գայթակղություններով ու մոլորություններով խաբել Աստծո զավակին, նա դիմում է խորամանկության և մարդուն է մոտենում Աստծո խոսքի սկզբունքներով։ Վերջինս իր մեջ ունի Աստծուն հակառակվելու տարրեր։ Անապատի փորձության ժամանակ սատանան Տեր Հիսուսին փորձեց, հենց Աստծո խոսքից մեջբերումներ անելով։ Աստծուն հնազանդության կարևորությունը կայանում է նրանում, որ խոսքը ոչ միայն իմացողներ լինենք, այլ նաև կատարողներ։ Տեր Հիսուսի պատասխանը մեզ տալիս է իմաստություն և զգոնություն, որպեսզի կարողանանք սատանայի կողմից ուղարկված նմանատիպ մտքերին հակադարձել։ Եվ ինչպես գրված է Մատթեոս 4:6-7 խոսքերում. «Եթե Աստծո որդին ես, քեզ ցած նետիր, որովհետև գրված է. իր էշտակներին կհրամայի քեզ համար, որ քեզ պահեն, որ երբեք ոտքդ քարին չխփես»։ Հիսուսը նրան ասաց. «Դարձյալ գրված է. Տիրոջը քո Աստծուն չփորձես»։ Աստծուն չփորձել նշանակում է կասկածի տակ չառնել ամեն խոսք, որ դուրս է եկել նրա բերանից։ Սատանան կարող է շատերին մոտենալ նույն սկզբունքով, ինչպես Տեր Հիսուսին մոտեցավ։ Նա կարող է մեզ նույնպես բաներ առաջարկել, որ գրված է Աստծո խոսքի մեջ։ Խորամանկությունը կայանում է նրանում, որ սատանան առաջարկում է անել բաներ, որոնք կասկածի տակ են դնում Աստծո հնարավորություններն ու նրա ամենակարողությունը։ Սատանայի նույն գործելաոճն ենք տեսնում Տեր Հիսուսի պարագայում։ Նա երբեք մարդուն չի առաջարկի անել բաներ, որոնք կփառավորեն Աստծո անունը, այլ ընդհակառակը կառաջարկի բաներ, որոնք կվնասեն մարդու և Աստծո միջև եղած հավատարմության կապը։ Ուստի զգուշացիր ամեն տեսակ միտք ընդունելուց, որ թակում է քո սրտի դուռը։ Եթե չճանաչես Աստծո խոսքը, չարից ուղարկված մտքերի համար կդառնաս հանգրվան, ինչը շատ վտանգավոր է։ Աստծուց իմաստություն խնդրիր և մի տրվիր մոլորություններին։ Քանի որ Տեր Հիսուսը մեզանից յուրաքանչյուրի համար իր արյունն է տվել, որպեսզի գնի մեզ յուրաքանչյուրիս և մեր ու Աստծո միջև եղած հավատարմության կապը նորովի հաստատվի։ Ամեն։